Տիկին Գալյան, ճիշտ է, դեռևս նոր կառավարություն չի ձևավորվել, բայց արդեն կան նախագծներ, որ քննարկում են նոր կառավարության կազմը։ Արդյոք քննարկվել դուք ձեր պաշտոնը պահպանելու եք կամ ցանկություն ունեք պահպանելու։ Դեռ չի քննարկվել եւ դա եւս ժամանակի հարց է։ Այսինքն պատասխանը ժամանակն է։ Այո, ինչու ոչ։ Տիկին Գալյան, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը անդիմությունը արդեն շտապում է հայտարարել որպես քաղաքական հետապնդող։ Խնդրեմ ձեր օգնականությունը։ Շատ շահեկան է ընդդիմության համար եւ միակ տարբերակն է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով։ Սա է իմ պատասխանը, այլ պատասխան չունեմ։ Կներեք, բայց ձեր կողմից նշած անձի նկատմամբ քրեական հետապնդումները եղել են եւ քրեական գործեր նրա վերաբերյալ եղել են այս բոլոր տարիների ընթացքում դատական պրոցեսներ են եղել եւ կան այդ թվում եւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագծման համատեքստում։ Ամեն դեպքում 3 վարչության նիստում քննարկել եք, այո, դուք ճիշտ եք, 2/3 պատգամավորների այդ թիվը իշխանությունը չի ունեցել նաեւ այս գործող խորհրդարանում, բայց ամեն դեպքում քննարկվում է ինչ կերպ է իշխանությունը պատկերացնում, ֆրակցիան պատկերացնում աշխատանքը արդեն խորհրդարանում, երբ որ նախագիծը հասնի քվեարկության փուլի, արդյոք պատրաստականություն կա այդ հարցով քննարկումներ սկսելու ընդդիմադիր այն խմբակցությունների հետ, որոնք արդեն կարծես թե նշмарվում է, որ կլինեն։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև դա չենք քննարկել, բայց տրամաբանությունը պետք է լինի այն, որ քննարկումները պետք են եւ միանշանակ կլինեն։ Նաև ապագայում։ Եթե չկա հայտ անհրաժեշտ ձայները, արդյոք քննարկում է ԿՊ-ն, որ նախագիծը հավանության արժանացնան ավելի ճիշտ հանրաքվեի դնել ստորագրություններով, որովհետև նաև 300,000 ստորագրության դեպքում կարող է սահմանադրության հանրաքվե կազմակերպվել։ Մենք պրոցեսը սկսենք եւ ժամանակը ցույց կտա, թե ինչ ճանապարհով կգնանք։ Այսինքն մենք նախ եւ առաջ, ինչպես եւ նախկինում ես բազմաթիվ անգամներ նշել եմ, խնդիր չունենք պրոցեսը կուլիսների հետևում պահելու եւ չենք էլ կարող։ Մեր առաջին նպատակը հանրության ժողովրդի հետ քննարկումը սկսելն է, այդ էջը բացելն է։ Դրանից հետո մենք պետք է հասկանանք, թե ինչ արձագանք ենք ունենում հասարակությունից, մարդիկ ինչ են կարծում, մենք իրենց պետք է բացատրենք նոր կարգավորումները ինչի մասին են։ Մենք պետք է ստանանք առաջարկներ, մենք պետք է անենք փոփոխություններ, մենք պետք է վերջնականացնենք process-ը, հետո կհասկանանք, թե ինչ ճանապարհով ենք գնում։ Ցանկացած դեպքում չի նախագիծը ազգային ժողովի հավանության կարիք է ունենում, այսինքն կա մի սցենար, երբ որ պետք չի լինելու, որ խորհրդարանում սցենարները թողնենք ապագայի քննարկման։ Չէ, նկատեմ կարգավորումները հիմա որ կան։ Կա մի ընթացակարգ, որը թույլ է տալիս շրջանցել խորհրդարանում նախագիծը քվեարկության դնելու ընթացակարգը։ Իրականում 2/3 պահանջը այս պահին սահմանված է սահմանադրությամբ, բայց հանրաքվեի իրավունքն էլ անմիջական իրավունք է, որը ժողովուրդը ունի։ Սա ուղղակի ասեմ, ու փակենք այսօրվա քննարկումը, մյուս հարցերը թողնելով ապագային։ Իսկ հանրաքվեի դեպքում էլ 2/3-ը պետք չի լինի։ Ես ասացի այն, ինչ ասացի, առաջարկում եմ բաց թողնել քննարկումը, մենք կլսենք նաև մասնագիտական մի շարք կարծիքներ, բայց հիմա մեզ համար, որպես հանձնառություն ստանձնած քաղաքական ուժ, նոր սահմանադրություն ունենալու, ամենակարևորը մեր քաղաքացիների հետ երկխոսությունը սկսելն է։ Իսկ մոտավորապես նախանշված է ժամկետ։ Ես արդեն նշեցի առաջիկա օրերին կախված է կարծիքներից, դրանց բովանդակությունից եւ մեր աշխատանքի ծավալից, որը պետք է։ Դուք մանդատը վերցնում եք, թե ինքնաբար ասել եք, լավ չեմ ֆիքսել։